Բարև ձեզ, Վանաձորի ու վանաձորցիների մասին պատմող տեսանյութերով Վանաձորյան օրերն է ձեզ հետ։ Այսօր ավելի շատ խոսելու ենք վանաձորյան խնդիրների մասին, սակայն մինչ այդ ներկայացնենք, թե որ խնդիրներն են քաղաքապետի ու քաղաքապետարանի ուշադրության առանցքում այս շաբաթ։ Աշխատանքային խորհրդակցությունը անելիքների վերաբերյալ հանձնարարականներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության առաջին հանձնարարականը քաղաքի մաքրությանն էր վերաբերում։ Վերջնական շաբաթօրյակի արդյունքները գոհացուցիչ են, սակայն անելիքներ դեռ կան։ Լավ չեն մաքրվում համատիրությունների տարածքները, ինչի պատճառով ուժեղ քամի նախբքշում է հասցնելով կոմունալի սպասարկման տարածքներ, որոնք արդեն մաքրված են։ Տոնական օրերին աղբահանությունն առավել ակտիվ է պետք կազմակերպել, ասում է քաղաքապետը։ Քաղաքը տոնական տեսքի բերելու աշխատանքներն արդեն սկսված են։ Կրթության եւ մշակույթի բաժնի պետին հանձնարարվեց զբաղվել Վանաձորի գլխավոր տոնածառի զարդարման եւ քաղաքի լուսային ձևավորման հարցերով։ Հատուկ ուշադրություն փողոցային առևտրին, հանձնարարական առևտրի եւ սպասարկման տրանսպորտը համակարգող բաժնի պետին, հետևել, որպեսզի ամբողջ քաղաքը չվերածվի շուկայի։ Փողոցային առևտրի հետ կապված հատուկ տեղեր նշանակվի եւ միայն այդ տեղերում ամբողջ քաղաքը շուկա չդառնա։ Շուկայամերձ տարածքում եւ Տիգրան վրա ընդհանրապես որևէ տեղ թույլտվություն չտրվի։ Դարոժնիկ ընկերության քանդած փոսերն ինչպես միշտ օրվա խնդիրն էին, քաղաքապետի զգուշացումը Աղայան փողոցի քանդած փոսերը եւս թողել են առանց նորոգելու։ Դարփինյանը խիստ է տրամադրված, թողարագ ասֆալտապատ են քանդածը, տրված ժամանակը սպառվում է։ Տարվա սկզբից գույքահարկի մուտքերը կատարվել են 92.4%-ով, 86.7% կազմել է հողահարկի կատարողականը։ Հերմինե Զարմանյան, Վանաձորյան օրեր։ Նախագահի եւ կառավարության ֆինանսավորման Վանաձորում իրականացվող աշխատանքների մի մասն արդեն ավարտված է։ Փողոցների բարեկարգման խնդիրը մասամբ լուծված։ Ծրագրում ընդգրկված 5 փողոցներից ազատամարտիկների փողոցի աշխատանքներին անդրադարձել էինք։ Այն արդեն ասֆալտապատ է։ Մայթեզրերի սալիկները տեղադրված են։ Ավարտված է նաեւ ուսանողական փողոցի ասֆալտապատումը։ Արտառոց 4 ձմեռային եղանակը ճանապարհաշինարարներին հնարավորություն ընձեռեց ոչ միայն սկսել, այլև ավարտել աշխատանքը։ Երկար տարիներ անանցանելի փողոցն արդեն հարթ է եւ երթևեկության համար անվտանգ։ Որակի եւ ամրության համար ասֆալտը 2 շերտով է լցվել։ Անբարեկարգ 5 փողոց կառավարությունը բարեկարգում է, սակայն Վանաձորում անբարեկարգ փողոցներ դեռ կան։ Համայնքի միջոցներն էլ սուղ են։ Նման փողոցների կարելի է հանդիպել հատկապես ծայրամասերում։ Խնձորուտ թաղամասի 2-րդ փողոցի բնակիչները պատմում են իրենց ցեխոտարորյայի մասին ու խնդրում ուշադրության առանցնել նաև իրենց թաղամասը, որտեղ անգամ լուսավորություն չկա։ Ներկայացվելիք տեսանյութը խնձորուտցիների խնդիրների մասին է։ Որանձրևա գալիս, այդ են մեկ են փոսերը, լցվում են փոսերը, մաշինեք են գալիս են տալիս, ցալք ունենան, սա ախլավարոտ են մտի կարեք, սա ցեխա։ Կարլեն Պապը բարկացած է, ինչ է, իրենք մարդ չեն ուզում մարդավարի ապրել։ Չէ, խնդիրը գյուղական ճանապարհի մասին չէ, այս փողոցը Վանաձորում է։ Խնձորուտի 2-րդ փողոցի լքվածների կամ մոռացվածների մասին է պատմությունը, ովքեր տասնամյակներ շարունակ փողոց չունեն։ Ավելի ճիշտ ունեն, բայց այն ամոթ է ճանապարհ կոչել։ Ավելին, այս ճանապարհը բազում թաղամասը Խնձորուտին կապող միակ կարճ ճյուղին է։ Այստեղով է անցնում 6 համարի երթուղին։ Այն մի ժամանակ չափազանց նեղ էր, Կարլեն Պապը հիշում է, որ մոտակայքում կոլտնտեսական ֆերմա է եղել ժամանակին։ Դեռ այն ժամանակ սայլերով խոտ բերելիս ստիպված էին ցեխն ընկնել։ Մի քանի տարի առաջ խնդրին ինչ-որ լուծում գտնվեց, բետոնե սալիկներ տեղադրվեցին։ Երբ որոշեցին ճանապարհը բարեկարգել, անհրաժեշտություն առաջացավ այն լայնացնել։ Կարլեն Պապի տնկած ծառերը կտրեցին, ցանկապատն էլ հետ տարան։ Սակայն տարիներ անց այն վերածվեց ավելի մեծ պատուհասի։ Մաշված բետոնից դուրս ցցված երկաթե ձողերի վրա օրը մի քանի մեքենա ծակում է անիվը։ Կոմանդայ հիմա ես մտի կարեք, այնտեղից ուժեղ գալիս են, որ չեն գալի հասնում այստեղ։ Հենց տորմուզ են անում, որ ձենը աշխարհով մենեն անում։ Շատ վատ էր, այս պանելները դրեցին էլի ոչինչ մի քիչ, հմել են հեչ բանա։ Գերեզմանների ճանապարհա, մարդիկ գնում են գալի սաղարմատուրները դուրս եկա, շղկացնելով, թխկացնելով, ցեխի մեջով։ Այս մեր փողոցը լրիվ անանցանելի ալն է։ Էսա որ ձունը եկավ, այստեղ չեն կարողանում անցկենալ։ Հետա դուք լավ եք տենը, որ սա դուրս եկած արմատուրա, պրոլկայա, սա դուրս է եկել, вообще անանցանելի է դառը։ Վերջին շրջանում փողոցն ասֆալտապատվեց, բայց մինչև հիշյալ հատվածը։ Հասան բետոնե սալիկներին ու կանգ առան։ Նկարահանման ժամանակ չափեցինք, ընդամենը 400 մետր, եւ այդ 400 մետրով երեխաները դպրոց են գնում, մեծերն աշխատանքի։ Իսկ երբ Աստված մի արասցե թաղում է լինում, մերել տանում են, մարդիկ թռիչքով են անցնում, ոչ թե քայլվածքով, թռիչքով են անցնում, ուզած էս լատես էս ջոլերը, ինչ, դիակը բերում են, բռնեն, մեկը էս չորով նագալի են մնեն արդեն գնումա բանը,
ջոլի մեջ։ Վանաձորի քաղաքապետարանում խնդրին տեղյակ են, բայց փող չկա։ Նախատեսում են խնդրին որևէ լուծում տալ, թե ոչ, պատասխանում են։ Կոնկրետ ծրագրի մեջ մտցված չի այդ փողոցը։ Այս տարին արդեն վերջացնում ենք, այս տարի կատարված ասֆալտապատման աշխատանքները բավական մեծ ծավալուն աշխատանքներ կատարվեցին եւ այստեղ խնդիրը միայն ֆինանսականի մեջ է, ֆինանսական միջոցներ լինելու արկայության դեպքում նրանց անպայման կմտցվի ծրագրի մեջ։ Մինչև առուն ջուր գա, գործի աչքը դուրս կգա։ Դեռ հայտնի չէ համայնքի ֆինանսական հնարավորությունները երբ թույլ կտան փողոցը բարեկարգել։ Կառավարության միջոցներն էլ արդեն տրամադրված են 5 փողոցի բարեկարգման խնդիրը լուծելուն։ Այնպես որ մեքենաների ծակվող անիվների ձայնի ուղեկցությամբ թաղման թափոր լինի թե հարսանիքի, դեռ երկար ժամանակ ցեխի միջով կանցնեն, դառնալով նաև ավտովթարների մասնակից։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Վանաձորյան օրեր։ Ամանորին շատ չի մնացել մարզկենտրոնում նախատոնական աշխուժ է, քաղաքի գլխավոր տոնածառն էլ քիչ-քիչ հագնում է տոնական զգեստը։ Հայքի հրապարակի եղևնու զարդարման աշխատանքներն արդեն սկսված են, լուսավորության խնդիրն արդեն լուծվել է։ Քաղաքապետի հատուկ հանձնարարականը կրթության եւ մշակույթի բաժնի պետը ստացել է, անցած տարվա տոնածառի տեսքից Սամվել Դարփինյանը դժգոհ չէր, բայց այս տարի ավելի ճոխ է պետք զարդարել, համապատասխան գումարը կտրամադրվի։ Լուսավորության նոր լամպեր են ձեռք բերվելու, նոր խաղալիքներ, տոնական միջոցառումների ծրագիրն արդեն պատրաստ է։ Դեկտեմբերի 16-ից էլ բոլոր մանկապարտեզներում տոնական հանդեսներ են սկսվելու։ Դարփինյանը հանձնարարել է 1 օր առաջ ամանորյա նվերները պատրաստ են լինելու։ Նվերներ են սպասվում նաև պատգամավորներից եւ բարեգործական ընկերություններից։ Մարզկենտրոնը տոնական օրերին առավել գեղեցիկ դարձնելու համար փողոցները կձևավորվեն տոնական լույսերով։ Մարդու իրավունքների պաշտպանությունը ժողովրդավարության առանցքն է, այն մշտապես պետք է լինի թե պետության, թե միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից մինչ օրս տասնամյակներ են անցել։ Աշխարհը սկսել է նշել մարդու իրավունքների պաշտպանության օրը որպես տոն։ 3 տարի է տոնի մասնակիցն է նաև Հայաստանը։ Արդեն ավանդական դարձած տոնական միջոցառումն այս տարի Վանաձորում էր։ Մարզկենտրոնի մշակութային կյանքն այս շաբաթ բավականին ակտիվ էր։ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի եւ Եվրամիության Երևանյան գրասենյակների համատեղ նախաձեռնությամբ առաջին անգամ Երևանից դուրս Վանաձորում կազմակերպվել էր համերգ։ Այն առհասարակ 3-րդ տարին է ինչ անցկացվում է Հայաստանում։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հարկի տակ քաղաքի ռոքի սիրահար երիտասարդությունն էր։ Մինչ համերգը կազմակերպիչները հանդես եկան ողջույնի խոսքով, նրանց կարծիքով ռոքը մարդու ազատության եւ ազատ արտահայտվելու խորհրդանիշն է։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան եւս ներկա էր համերգին։ Նա խոսեց Եվրոպական միության ստեղծման եւ առաքելության մասին։ Տարածել խաղաղություն եւ կայունություն, մարդու իրավունքների հարգանքի վրա հիմնված աշխարհ։ Սա է մեր նպատակը, ասում է դեսպանն ու հավելում, այս սկզբունքները ժողովրդավարության առանցքն են։ Մարդու իրավունքները համընդհանուր կիրառության իրավական նորմեր են, ժողովրդավարությունը համընդհանուր ձգտում, կայուն խաղաղությունը, զարգացումը եւ բարգավաճումը հնարավոր են միայն եթե հիմքում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը։ Ժողովրդավարության մասին պատկերացումներն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ նաև մշակութային առանձնահատկություններ ունեն, վստահ է դեսպանը։ Եվրամիությունը գիտի այդ դժվարությունները եւ նպատակ ունի կենտրոնացնել իր բոլոր ուժերը, որպեսզի մարդու իրավունքներից կարողանան օգտվել բոլորը հավասարապես։ Համերգը սկսվելուն պես երիտասարդներն ակտիվացան, ելույթ են ունենում սիրելի խմբերը՝ Որդան Կարմիր, Բամբիռ, Լավելի, Դոգմա։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Վանաձորյան օրեր։ Այս շաբաթվա համար նախատեսել էինք այսքանը, մարզկենտրոնի բոլոր կարևոր իրադարձություններով ու խնդիրներով կրկին եթերում կլինենք մեկ շաբաթ անց։ Ձեզ հուզող խնդիրներով ու առաջարկներով գրեք մեզ Վանաձորյան օրեր @mail.ru էլեկտրոնային հասցեին։ Կհանդիպենք Վանաձորյան օրերում։